Մինչ Բաքվում շարունակվում էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների շինծ ու դատավարությունը, դատախազությունը դատարանից պահանջում էր ցմահ ազատազրկել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին, 16-ից 20 տարի դատապարտել մյուս գերիներին, Հայաստանից քաղաքասարակության ներկայացուցիչներ մեկնեցին Բաքու։ Պատվիրակության անդամ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հայտնեց, որ գերիների հետ հանդիպելու իրենց ցանկությունը ադրբեջանական կողմը չի բավարարել։ Կառավարությունը պատվիրակության փոխադրումը ուղիղ չվերթով կազմակերպելու համար հատկացրեց 17.5 միլիոն դրամ, հիմնավորելով, թե այցը կարևոր է երկու պետությունների հասարակությունների միջև վստահության ձևավորման համար։ Փաշինյանի դիմախոսները հակադրվեցին նվաստացման, ստորացման, անարդարության պայմաններում վախի եւ սպառնալիքի տակ ոչ խաղաղություն են կառուցում, ոչ էլ վստահություն ձևավորում։ Շաբաթավերջին թեման կքննարկենք Հայդուրի տարածաշրջանային վերլուծաբան Արման Բադալյանի հետ, նա մեր երկրորդ տաղավարում է։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Լարա։ Որքանով է իրատեսական թեզը, թե Ալիևը փորձում է վստահություն ձևավորել հայերի նկատմամբ Ադրբեջանում։ Ակնկալել, որ նման կերպ Ադրբեջանը իր հասարակությանը պատրաստում է խաղաղության, մի տեսակ թերահավատորեն ենք մոտենում, որովհետև մի քանի օր առաջ ադրբեջանական մամուլում տեսանյութ էր տարածվել, որտեղ ադրբեջանցի դպրոցականները դասամիջոցի ժամանակ զվարճանում են եւ պատկերացնում են, թե իբր ստորացնում են հայերին, ստիպելով կրկնել, որ Ղարաբաղն Ադրբեջան է։ Բացի այդ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը պետական ֆինանսավորմամբ մի քանի ֆիլմեր նկարահանեց, որտեղ հայերին ներկայացնում էին ավելի ծաղրական կերպով։ Իհարկե չպետք է մոռանանք, որ սոցիալական հարթակներում պարբերաբար տեղադրվում են տեսանյութեր, որտեղ դպրոցահասակ երեխաները բացահայտ ատելությամբ են խոսում հայերի մասին։ Այս ամեն ինչը իրար կողք դնելով եւ համադրելով մի տեսակ դժվար է հավատալ, որ Ադրբեջանի քաղաքասարակությունը աշխատելով հայ հասարակության հետ կարող է խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Մյուս կողմից Արման, Ադրբեջանը շարունակ փորձում է հայկական կողմին վերագրել ապակառուցողականություն, տարբեր առիթներ օգտագործելով հայտարարելով, թե այդ հայկական կողմն է ձգձգում խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այս պահին քարոզչական շեշտադրումները այս առումով որոնք են։ Հիմա էլ Ադրբեջանը խաղաղության խոչընդոտ է համարում հայկական Սփյուռքին։ Ադրբեջանը անընդհատ պնդում է, որ հայկական Սփյուռքը Եվրոպայում խոչընդոտներ է ստեղծում Ադրբեջանի համար, հակաքարոզչություն է իրականացնում, ինչպես նաև տարբեր բանաձևեր է մշակում, որը արգելքի տակ է դնում Բաքվի ինչ-որ գործողություններ։ Նույն բանը պնդում են նաև ադրբեջանցի փորձագետները, նրանք էլ ասում են, որ փաստորեն հիմա Երևանն է պատրաստ խաղաղության, իսկ Երևանին խոչընդոտում է հայկական Սփյուռքը։ Նման կերպ փաստորեն Ադրբեջանը մի քանի խնդիր է լուծում։ Առաջին հերթին երրորդ կողմի վրա է գցում մեղավորությունը չհաստատված խաղաղության, այնուհետև Հայաստան-Սփյուռք բնական կապի միջև է ինչ-որ խոչընդոտներ փորձում ստեղծել, եւ նման կերպ էլ արտաքին աշխարհին փաստորեն ցույց է տալիս, որ մեղավորությունը իմ մեջ չէ, այլ հայկական կողմի մեջ է։ Բացի այդ, նման կերպ փաստորեն Ադրբեջանը փորձելու է հայկական Սփյուռքի միջամտությունը ներկայացնել որպես հերթական պատճառ, թե ինչու վերջնականապես չի հաստատվում հայ-ադրբեջանական խաղաղությունը։ Եվ մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ամբողջությամբ քանդել է Արցախի 19-րդ դարի Այգեկի շիա մզկիթը, տարածքը մաքրելով ճանապարհաշինարարության համար։ Սա Արցախի պատմական ու մշակութային բազմաշերտ ժառանգությունը ոչնչացնելու հերթական ապացույցներ ըստ էության։ Հետաքրքրականը գիտես որն է Լարա, որ հենց այդ նույն օրը ադրբեջանական իշխանամերձ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Բաքվի շրջակայքում գտնվող մզկիթներից մեկը 17-րդ դարի Շահ Սուլթան Հուսեյնի մզկիթը, որը նույնպես շիական մզկիթ է, վտանգի տակ է։ Նման կերպ փաստորեն Բաքուն փորձեց ուշադրությունը շեղել Արցախում տեղի ունեցող վանդալիզմից եւ հայտարարել, որ մեզ մոտ նույնպես առկա են մզկիթների հետ կապված խնդիրներ։ Նման կերպ Ադրբեջանը մի հետաքրքիր քայլ նույնպես արեց, փաստորեն նա գիտակցում էր, որ հարևան Իրանը, որը շիական պետություն է, ուշադրությամբ հետևելու է ադրբեջանական այս վանդալիզմին եւ նման կերպ Ադրբեջանը փորձում է ուշադրությունը շեղել եւ ասել, որ ամեն դեպքում Բաքվում ինքն է պատասխանատուն մզկիթների կարգավիճակի հետ կապված։ Այս կերպ Ադրբեջանը երկու կարևոր խնդիր է լուծում։ Առաջին հերթին Արցախում ոչնչացնում է մշակութային ժառանգությունը,
Իսկ երկրորդը Թեհրանին մեսիջներ է ուղարկում, որ ամեն դեպքում տարածաշրջանի իր հատվածի շիական մզկիթների պատասխանատուն ինքն է։ Ադրբեջանի այս քայլերը շատ հաշվարկված են եւ պարզ, իրականում ինչ է անում։ Առաջին հերթին նա ոչնչացում է պատմական հուշարձանները, այնուհետև ստեղծում է իմիտացիա, թե պատասխանատվությունը այլտեղ պետք է փնտրել եւ ինքը մեղավոր չէ։ Շնորհակալություն Արման, հարգելի հեռուստադիտողներ, մեր երկրորդ տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան Արման Բադալյանը։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։